Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչու եմ այստեղ 3 պատճառ ունեմ այստեղ լինելու։ Առաջինը հավաքը այսօրվա հասդարարված է որպես միասնության հավաք։ Եվ ես վստահ եմ, որ այդ միասնությամբ հնարավոր ախտել գործող ռեժիմին։ Երկրորդ այստեղ եմ որպես քաղաքացի, որովհետև կարծում եմ, որ անտարբերությունը հանցակցություն է եւ մարդիկ պարտավոր են կողմնորոշվել եւ ես կներեք կողմնորոշվել եմ այսօր եւ 18 թվականին եւ ամերորդը որպես հանրապետական եմ այստեղ, որովհետեւ իմ կուսակցությունը ամիսներ շարունակ ընդգծում է, որ առանց փողոցային պայքարի ընտրություններին հաղթել հնարավոր չէ եւ շատ ուրախ ենք ու չեն կարող չարձագանքել նաեւ անձնական մասնակցությամբ այսօրվա հանրահավաքին, որ նախաձեռնվել է ընդդիմության ամենախոշոր առաջատար ուժի հանրահավաքին, որ նախաձեռնվել է ընդդիմության ամենախոշոր առաջատար ուժի կողմից եւ ռուսերեն ասած սամ Բոգ վիլել այսօր ինձ եւ իմ կուսակցական ընկերներին այստեղ լինել։ Ես տեսնում եմ նաեւ մի շարք սադրիչներ այստեղ իշխանության կողմից, լրատվական դաշտի սադրիչներ, որոնց պահվածքը նողկալի է եւ զզվելի է։ Եվ կարծում եմ, երբ որ Նիկոլ այլևս իշխանություն չլինի, մենք այդ մարդկանց եւս կազատագրենք այդ ստրկությունից, մի քանի մանացի դիմաց սեփական խիղճը, հələ սեփականը ջանդամ, երկրի ապագան ու երկրի խիղճը վաճառելու իրենց ծառայությունից։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ԿՊ-ի ներքին քարոզարշավը, սակայն այդ հանդիպումների ընթացքում քաղաքացիների հետ քաղաքացիները կարծես թե իրեն այնպես չեն ընդունում, ինչպես ինքը կցանկանան։ Սա ինչ կարող է նշանակել։ Տեսեք, նախ եւ առաջ Նիկոլի քարոզարշավը եւ այսօր մահ է արձանագրվել, ցավակցում եմ այդ մարդկանց ընտանիքներին, ակնհայտ է, որ Նիկոլը փորձում է հաղթել աներեսությամբ։ Եթե նա մի փոքր երես ունենար, նա առհասարակ վարչապետի պաշտոնին չէր լինի, որ մնաց խիզախել դուրս գալ եւ հասարակության հետ շփվել։ Բայց նա պետք է ստանա այդ կադրերը, պետք է ստանա իր այդ զորբայությունը հետ։ Եթե նա ճեղքել է անցալ Կիրակի օրը, թե նախանցալ, եկեղեցու հավատացյալների հոտը հասել է մինչև խորան, բրբրծելով այն մարդկանց, որոնք աղոթում էին առաստված ու Աստծո հետ պատարագի միջոցով շփում էին։ Նա էլ ինչ սատանայություն պետք է անի, որի պատճառով իդեպ մինչև հիմա աշակերտ Դավիթ Մինասյանը գտնվում է անազատության մեջ։ Մենք պետք է իրանից ամեն չարություն սպասենք, արի բալա, արի։ Մենք պետք է իրանից ամեն չարություն սպասենք եւ այդ չարության պարագայում պատրաստ լինել չարի դեմ պայքարել։ Շնորհակալ եմ։